Այս ծրագրում ունենալ մեծ քանակի ավտոկայանատեղի, այսինքն այս հատվածում մենք ունենալու ենք մեծ քանակով ավտոմեքենաներ, որոնք որ պետք է գան եւ այդտեղ կայանեն եւ շարունակեն իրենց երթևեկությունը արդեն հանրային տրանսպորտով, մասնավորապես այս դեպքում մետրոյով եւ նաեւ եւս մի հանձնարարական, պարոն Գրիգորյան, ֆիքսենք մեր քաղաք մտնող ճանապարհների հարակից հատվածներում մենք պետք է նախատեսենք համապատասխան ավտոկայանատեղիների համար հատվածներ եւ այդ ենթակառուցվածքը հենց մենք ստեղծենք, որովհետեւ գնալով հոսքը դեպի քաղաք ավելանում է, սա այն ինչ որ այնց շատ մակերեսի վրա է գտնվում եւ այն աշխատանքները, որ մեր երթևեկության կենտրոնում արվում են, ես դրանից տեղյակ եմ, պիլոտից տեղյակ եմ ինչ չափումներ եք ուզում անել եւ սրան զուգահեռ այդ չափումներին զուգահեռ պետք է արդեն սկսենք առանձնացնել այն հատվածները, օրինակ M4 մայրուղու վրա, երբ որ արդեն բաժանվում է Աճարյան եւ Թբիլիսյան, դրանից առաջ մենք պետք է ունենանք մեծ ավտոկայանատեղի, որտեղից էլ մարդիկ ավտոմեքենան թողելով կարողանան արդեն անցնել հանրային տրանսպորտին։ Չափումների արդյունքում այդ ծավալը կհասկանանք ինչ քանակի ավտոների մասին է խոսքը, այսինքն կհասկանանք թե ինչ չափի ավտոկայանատեղի պետք է կառուցենք։ Նաև ըստ դրա կհասկանանք թե ինչ քանակի մարդ պետք է տեղափոխենք եւ ինչքան ավել ավտոբուս անես այդ հատվածներում։ Նույնը վերաբերվում է Արտաշատից եկողին, նույնը վերաբերվում է Աշտարակից եկող հատվածին, այսինքն այն հատվածներից, որտեղ ունենք դեպի քաղաք մեծ հոսք, հենց այդ հատվածներում պետք է բոլոր հնարավորությունները ստեղծենք, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ավտոմեքենան թողնել եւ անցնել մեր հանրային տրանսպորտին։ Եվ սա կարեւոր է այն առումով, որ երբ որ մենք խոսում ենք քաղաքում ծանրաբեռնվածության մասին եւ տրաֆիկի մասին, մեծապես սա գալիս է մարդատար ավտոմեքենաներից, որոնք որ տարեցտարի ավելանում են եւ մենք պետք է մաքսիմալ ջանքներ դնենք, որպեսզի այդ ավտոմեքենաներից մարդիկ անցնեն դեպի հանրային տրանսպորտ, իհարկե զուգահեռ մենք շարունակում ենք ավելացնել մեր հանրային տրանսպորտի քանակը, այս տարվա 45 նոր տրոլեյբուսները, գալիք 170, քանիս եմ ասել 170 նոր ավտոբուսների գնումը խոսում են այն մասին, որ մենք մաքսիմալ պետք է գնանք հանրային տրանսպորտի քանակը եւ որակը ավելացնելու ուղղությամբ եւ մարդատար ավտոմեքենաների համար որոշակի, այսպես ասած, եւ հարմարություններ ստեղծել կայանելու տեսանկյունից եւ հետագայում նաեւ որոշակի սահմանափակումներ մտցնել, որպեսզի մենք քաղաքում այս աճող ծանրաբեռնվածությունը կարողանանք կառավարել։ Սա է ընդհանուր տրամաբանությունը, սա ֆիքսենք որպես հանձնարարական, երևի թե սա կլինի մեր երթևեկության շարժունակության կենտրոնի հանձնարարականը ֆիքսված, բայց խնդրում եմ այդ պիլոտին զուգահեռ սա էլ որպես հանձնարարական ֆիքսենք։ Շնորհակալ